Այս տարբերակի դեպքում օրգազմի հասնելու հավանականությունը շատ քիչ է եւ կարծում եմ, որ ձեր միտումը զբաղվել այս հարցով նույնպես քիչ է հավանականությունը, որ ձեր խնդիրը լուծում կստանա։ Որովհետեւ եթե ամբողջ պատճառը նրանումն է, որ ամուսնու մոտ սեռական հարաբերությունը տևում է շատ կարճ, այդ ինչ պատճառով դուք չեք կարողանում օրգազմի հասնել, ձեր բոլոր քայլերը բժշկի դիմելու, օնլայն կոնսուլտացիաներ անցնելու կամ ինչ-որ նմանատիպ բաների, դրանք սովորաբար անարդյունք աշխատանք են, որովհետև խնդիրը ըստ երևույթին ամուսնու մոտ է։ Նմանատիպ կանայք շատ կան օնլայն հարթակում, շատ են գրում ինձ, որ ամուսնուս մոտ հարաբերությունը շատ կարճ է տևում, ես օրգազմ չեմ ունենում, խնդրում եմ ասեք ինչ պետք է անենք։ Առանձնապես բարդ բան չկա, շատ բան ձեզնից կախված չի անելու, ընդամենը պետքա ձեր ամուսինը տրամադրվի բժշկի դիմելու։ Եվ շատ դժվար է բոլոր այն իրավիճակներում, երբ որ ամուսնու կողմից չկա նախաձեռնություն բժշկի դիմելու, իսկ ավելի վատ իրավիճակներում ամուսինը չի էլ ընդունում, որ իր մոտ խնդիր կա, այդ դեպքերում անիմաստ է այդ խնդրի հետ աշխատելը, որովհետև ստացվում է, որ ոնց որ մարդուն զորով ստիպողաբար բերում են բժշկի, ասում են քո մոտ կա վաղաժամ սերմնաժայթքում, կինը տղամարդուն ասում է քո մոտ կա վաղաժամ սերմնաժայթքում, դրա համար իմ մոտ օրգազմ չի լինում եւ այլն բան, տղամարդը չի ընդունում դա, ասում է չէ, իմ մոտ միշտ սենց ա եղել, ամեն ինչ նորմալ ա եղել իմ մոտ, միշտ տենց եղել ա, դու ինչի ոչ մի անգամ չես բողոքել, հանկարծ ինչ-որ 35 տարեկանում որոշեցիր, որ քո մոտ պետքա օրգազմ լինի ու չի լինում։ Ես կարծում եմ, որ առաջնահերթ պետք է հասնել դեռևս փոխհամաձայնության, գնալ բժշկի, որովհետև ընտանիքում անverջ այս հարցի շուրջ խոսելը, կռվելը, վիճելը ոչ մի արդյունք չի տալիս։ Դեռևս պետք է առաջնահերթ քննարկել այս հարցը մասնագետի հետ, հասկանալ, լսել մասնագետի կարծիքը, եւ մասնագետի կարծիքը լսելուց հետո հավանականություն կա, որ յուրաքանչյուրը կընդունի իր խնդիրը եւ յուրաքանչյուրը կընդունի իր մեղքի փոքրիկ չափաբաժինը, որն ինքն ունի տվյալ հարցի առաջացման մեջ։ Եվ երբ յուրաքանչյուրը ընդունի, թե ինչ է իրանից կախված այս հարցի լուծման համար, համարեք, որ գործի կեսը արված է։ Մասնագետի, բժիշկ, սեքսոլոգի գործառույթն էլ հենց դա է, հասնել նրան, որպեսզի զույգերից յուրաքանչյուրը ընդունի իր խնդիրը եւ ընդունի այն հանգամանքը, թե ինչ է կախված իրենից աշխատելու համար, որպեսզի տվյալ հարցը լուծում ստանա։ Եվ միայն այս դեպքում կա երաշխիք, որ ձեր հարցը վերջնական լուծում կստանա։ Այնպես որ առաջնահերթ քննարկեք այս հարցը ձեր զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ, հասեք նրան, որպեսզի դուք ընդունեք ամեն ինչ եւ որոշեք վերջապես դիմել